Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 3-ն է 2026 թվական։ Ընտրությունների հետ կապված եթե ժամանակ մնա կխոսենք, որտեղ տեսնում եք ամբողջ երկիրը ոնց որ թե դրանով է զբաղված, բայց այնքան լուրջ հարցեր կան մեր տարածաշրջանում եւ աշխարհում, դրանց մասին խոսենք, եթե ժամանակ կմնա, դա էլ կխոսենք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծիծաղել է այն թեզի ի պատասխան, թե ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներքաշել է պատերազմի մեջ։ Դա ուղղակի աբսուրդ է։ Դոնալդ Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է։ Նա անում է այն, ինչը ճիշտ է համարում Ամերիկայի համար։ Նա նաև անում է այն, ինչը ճիշտ է համարում ապագա սերունդների համար, ասել է Նեթանյահուն։ Իհարկե, մենք էլ մի թեթև ժպտանք Բենյամին Նեթանյահուի ծիծաղի վրա, որովհետև դժվար չէ հասկանալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ քայլը կատարեց հենց Բենյամին Նեթանյահուի առաջարկով, որ հիմա եթե չանենք, հետո կլինի ուշ։ Հետագայում իհարկե կներկայացնեմ այն, ինչ որ ասում է Նեթանյահուն, ինչ որ ասում է Դոնալդ Թրամփը, բայց այնպես չի, որ մինչև իրանց ասելը մենք չէինք ասում։ Այնպես որ, այո, Դոնալդ Թրամփը աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է, ուղղակի նրան մատերի ծերերը խաղացնում են բավական թույլ առաջնորդներ։ Ասենք Վլադիմիր Պուտինի ինչ որ առիթով, Էրդողանը ինչ-որ առիթով, Նեթանյահուն ինչ-որ առիթով, թույլ առաջնորդներ ասելով Ամերիկայի նախագահի համեմատ, ոչ թե իրանք մեկ ուրիշի առումով։ Ուղղակի շատ դեպքերում առաջանում է այնպես, որ այդ մարդկանց քանակը մեծանում է, հետո առաջանում է շահերի բախում, մի Իսրայելի շահը պաշտպանի, թե Էրդողանի։ Զուտ է դա հակասությունը, եթե կարողանա երկուսինը համադրի, կանի։ Այնպես որ երբ որ լրագրողը այդ հարցը տալիս է, լրագրողը ավելի լավ գիտի դրա պատասխանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. ԱՄՆ միջին եւ բարձր դասի զինամթերքի պաշարները հասել են ռեկորդային ծավալների, այժմ դրանք գրեթե անսահմանափակ են։ Պատերազմները կարելի է վարել հավերժ եւ շատ հաջողությամբ, օգտագործելով միայն այս պաշարները, որոնք ավելի լավն են, քան այլ երկրների լավագույն զենատեսակները։ Վերջին հաշվով մենք ունենք լավ պաշարներ, բայց դա բավարար չէ։ Հեռավոր երկրներում մեզ համար պահվում են մեծ քանակությամբ լրացուցիչ բարձրորակ սպառազինություններ, հավելել է ԱՄՆ նախագահը։ Եթե հիշողությունս չի դավաճանում, սա ԱՄՆ այն նախագահն է, որը ասում էր, հենց որ Վոլոդիմիր Զելենսկին գալիս է Ամերիկա, գալիս է մեր պահեստները դատարկում, այդ զենքը մեզ էլ է պետք, առիթ եղել է այդ մասին խոսում ենք, թե այդ զենքը քո ինչին է պետք, եթե դու խաղաղություն ես ուզում ու ցանկանում ես մեկուսացված քաղաքականություն վարես, այն զենքը, որը տալիս ես Ուկրաինային, ում հետ է կռվելու դրանով, Մեքսիկայի, Կանադայի, թե Խաղաղ օվկիանոսում ու լատինական բանը Ատլանտյան օվկիանոսում նավերին է իշխփելու։ Այսինքն այն զենքը, որը պետք էր գալու ուկրաինական պատերազմին, Ամերիկայում իր տարածքում հաստատ պետք չէր գալու։ Ամերիկայի տարածքի դուրս այո, պարզ է, բայց այդ ժամանակ իր մտադրությունը դա չէր, եւ Դոնալդ Թրամփը ասում էր, որ պահեստները բան չի մնացել, հիմա պարզվում է անսահմանափակ քանակություն կա։ Նույնիսկ ասում էր, մենք չենք վճարի, ՆԱՏՕ-ն թող վճարի, ես զենքը գտամ։ Անկամ այդ պարագայում չէր տալի, որովհետև ասում էր, բա մեզ էլ է պետք։ Եվ նույն Դոնալդ Թրամփը ասում էր, որ պետքա տարին 8%-ով պակասացնենք ռազմական ծախսերը։ Եվ մեկ է որոշ ժամանակ հետո ասեց, ինչ եք խոսում, աննախադեպ պետք է բարձրացնենք ռազմական ծախսերը, ոնց որ մեկը ինքը չէր ասել, երբ որ հասկացավ իրականում ինչ է ասել։ Այդ ամերիկյան զենքի հետ կապված Իլոն Մասկը կանգնում ասում էր, մեր զենքը անորակ է եւ թանկ, պարտվողի զենք է, եւ ասում ենք ոնց կարող ապատայի զենքի բիզնեսմենը ապրանք վաճառող է, իր ապրանքի գինը գցի։ Այդ ամեն ինչը շատ ենք խոսել, նրանք ովքեր իմ խոսքին հետևում են, հիշում են, որ դրան անդրադարձել ենք, հիմա բարեբախտաբար ինքը դարձի է եկել եւ արդեն ասում է, որ մենք ունենք բավարարուն էս անսահմանափակ զենք, բա Ուկրաինային տուր, բա ինչ խնդիր է որ։ Եթե քանակը դրանից չի պակասելու։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Իրանի համար հաջորդ փուլն էլ ավելի դաժան կլինի, քան հիմա։ Վաշինգտոնը կանցնի Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված էլ ավելի հզոր հարվածների։ Իհարկե կփորձի անել, որովհետև կիսատ թողելը խայտառակություն կլինի, այս վիճակում որ կիսատ թողի դա ինչ։ Դա նշանակում է Իրանը կարող համարի, որ ինքը հաղթել է, ինչքան էլ հարված ես հասցրել, քո նպատակին չես հասցել։ Բայց միևնույն ժամանակ այն ինչ որ ի սկզբանե Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակ էր դրել հարված հասցնել
հոգևոր առաջնորդին շարքից անել երկրում կլինի անկայունություն, անկառավարելի վիճակ, ժողովուրդն է փողոց կլցվի, իրանք այդ հարցում սխալվեցին։ Իսկ եթե որպեսի մեկին ուղարկեին գողանային տանեին ոնց որ Նիկոլաս Մադուրոին ու երկիրը վերջ անցներ իրանց տիրապետության տակ, այսօր այդ մեկին չգողացան տարան ուղակի սպանեցին, բայց դրանից ոչինչ չփոխվեց, ավելի մարդիկ կատաղեցին, ավելի փորձեցին համախմբվել։ Այնուամենայնիվ նախնական իրանց հաշվարկները ճիշտ դուրս չեկավ։ Դրա համար երբ որ ասում ենք պետքա շատ զուսպ լինել այդ գնահատականների հարցում, ոչ ոգևորված ասել տեսակ ամերիկան էսա ջարդելու փշրելու է, ոչ էլ ասեն տեսակ Իրանը ինչ անելու, այդ մեր կռիվը չի, այնպես որ ուղղակի մենք տեսնենք ուսումնասիրենք, որով պայմանավորված նաև իմանանք մեր անելիքը եւ ինչ տեղի կունենա այս ամեն ինչից հետո աշխարհում։ Դոնալդ Տրամփ մենք ցանկանում ենք ամեն ինչ ավարտել 3-4 շաբաթվա ընթացքում, բայց գործողությունը կարող է ավելի երկար տևել։ Մենք ունենք հնարավորություն շարունակելու շատ ավելի երկար, մենք դա կանենք։ Այսօր ինչ որ մեկն ասած, ես երբեք չեմ ձանձրանում։ Իհարկե այն, որ ինքը հաշվարկում էր, որ ամեն ինչ գնում է ըստ պլանի, դա գիտենք, դա ուղղակի Վլադիմիր Պուտինը գրել տվել է իր թեզերն է կարդում, բայց հետո էլ ասեց ժամանակից առաջ ենք ընկել, բայց շատ կարճ ժամանակ հետո ասեց, չէ, կարող ավելի երկար տևի։ Իհարկե այն մարդը, որը ուզում է աշխարհին ցույց տա, որ ինքը մտահոգված է, որ Իրանի այսօրվա ռեժիմը մարդկանց է սպանում, բանտերն է լցնում, այդ ժողովրդին ազատություն չի տալիս, ինքը գալիս է այդ ժողովրդին ազատություն բերի եւ խոսա չձանձրանալու մասին, էլի ես հիշում եմ Վլադիմիր Պուտինին, որ ասում էր նենց շարժում է մեզ պետք էլի, որ սենց պատրոնները սենց գնան գան, այս կտայլա 1.5 միլիոն մարդ է կոտորել, իրան շարժում է պետք, հետաքրքրություն ու թարմություն է պետք։ Ես չեմ հասկանում, որ տարիքից է սկսվում մարազմը։ Դա արդեն ազգային պատկանելություն չունի ու պետական որևէ բանի հետ կապ չունի։ Ես չեմ հասկանում, ոնց կարելի ասեց չձանձրանալ մարդ սպանելուց, էլի։ Տեսնենք այդ մտահոգությունը, որ դու ինչ-որ խնդիր ես լուծում, որ այն մարդիկ, ովքեր նույնիսկ մտածեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ-որ մի սահման անցել է, ասեն, բայց անցել է բարի նպատակով, այդ ժողովրդին փրկելու նպատակով, բա ինչ էիք ուզում, բա ոնց աներ, ֆրակով ու թիթեռնիկով գնար կարգուկանոն հաստատեր Իրանում, չգիտեք ինչ է կատարում, քանի մարդ զոհեցին, ինչ եղավ մեր աչքի առաջ եւ այլ, հասկանում եք չէ, որ այսինքն առաջի դեմքը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ աշխարհում կարգուկանոն հաստատող մարդը այս լեքսիկոնով չպետք է խոսա, էլի հասկացանք իր համակրանքը Պուտինի նկատմամբ այնքան է, որ արդեն ինքը Պուտինին է ցիտում, բայց մենք գիտենք էլի Պուտինը իրանց ինչա ներկայացնում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, այսօր ԱՄՆ զինված ուժերը շարունակում են լայնածավալ մարտական գործողություններ իրականացնել Իրանում վերացնելու համար Ամերիկայի համար այս սարսափելի ահաբեկչական ռեժիմի կողմից ներկայացվող լուրջ սպառնալիքները։ Մենք ոչնչացնում ենք Իրանի հրթիռային հնարավորությունները եւ նոր ու բավականին լավ հրթիռներ արտադրելու նրանց կարողությունը։ Ոչնչացնում ենք նրանց ռազմածովային ուժերը, մենք արդեն 10 նավ ենք շարքից անել։ Դրանք ծովի հատակում են։ Հիմա տեսնենք Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան հիվանդների եւ երեխաների վրա նպատակային հարձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է եւ աշխարհը պետք է դատապարտի այն։ Իրանը չի լռելու եւ չի հանձնվելու։ Այսինքն ի սկզբանե կոտրել է ժողովուրդը փողոց դուրս գալը, այդ առաջի պահը չաշխատեց։ Այդ առաջի ինչքան էլ ներկայացնեն, թե ինչ հաջող հարձակում են կատարել, այնուամենայնիվ իրանց պատկերացնում է, որ գլխատեն ռազմական ղեկավարությունը եւ հոգեվոր առաջնորդին շարքից անեն, վերջ Իրանը պետք է ավարտվեր։ Բայց դա այդպես չէր, հենց իրանց հաշվարկը դա էր։ Զարմանում եմ, թե իրանց հետախուզական ծառայությունը, որ այդպես լավ հետևել էին Ալի Խամենեին շարքից անելու համար, այդ լավ հետևելու ընթացքում չհասկացան, որ իր երկիրը այդ մեկի գնալով չի փոխվելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ շատ հիասթափված է Սթարմերից, որը թույլ չի տվել ԱՄՆ-ին օգտագործել իր Դիեգո Գարսիա բազան Իրանին հարվածելու համար։ Վարչապետի կողմից Չագոս կղզիների բազան ամերիկյան ուժերին թույլատրելու նախնական մերժումը այնպիսի բան էր, որը երբեք չի պատահել մեր երկրների միջև հարաբերություններում։
Այդ այդպես չի, որ Մեծ Բրիտանիան փորձեց օգնի, Դոնալդ Թրամփը վերանայեց իր խոսքերը, բայց այնուամենայնիվ Եվրոպան հասկացավ, որ այս ինչ որ կատարեց Դոնալդ Թրամփը, դա իրանց հետ համաձայնեցված չէր, իրանց շահերը հաշվի առնված չէր այս ամեն ինչի մեջ, դրա համար չեն չարչարվում, որ իրանք ցույց տան, որ դες պատրաստվում ենք օգնել։ Իհարկե, հետագայում իհարկե Ստարմերը ասեց, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը, որ այնուամենայնիվ սահմանափակ ձևով կօգնենք։ Մեծ Բրիտանիան նախկինում մերժել էր ԱՄՆ-ին Դիեգո Գարսիայի եւ Ֆեյրֆորդի նման բազաներից հարվածներ հասցնելու թույլտվությունը, հղում անելով միջազգային իրավունքին, սակայն կիրակի երեկոյան Քիր Ստարմերը հայտարարել է, որ ԱՄՆ-ին կտրամադրի Դիեգո Գարսիա մուտք գործելու թույլտվություն, հատուկ եւ սահմանափակ պաշտպանական նպատակներով։ Իհարկե գովել էր նաեւ Էմանուել Մակրոնին, որը պատրաստվել էր աջակցի մեղադրել Ստարմերին, բայց Ստարմերից չպետք է նեղանաս, որովհետև պետք է իմանաս, որ երբ որ քաղաքականություն ես վարում Եվրոպայից առանձին դուք ձեր հարցերը լուծեք, մենք մեր հարցերը կլուծենք, նրանք հասկանում են, որ այս պատերազմը դա Իսրայելի պատերազմն է, որի մեջ Ամերիկան ներքաշվեց եւ պետք է արագ հաջողություն ունենա, որպեսզի կարողանա բացատրի կոնգրեսի առաջ չկանգնի եւ բացատրի ինչ տեղի ունեցավ, այդ պարագայում կուզենար, որ իրան իր դաշնակիցներին օգնեն, բայց այդ դաշնակիցներին առավոտից երեկո 24 ժամ քննադատում ես, ասում ես դուք ինչ եք արել, դուք չեք, ես եմ ձեր անվտանգությունը պահում, ես եմ ձեր կողքին կանգնած, մարդիկ բոլոր պատերազմներին կողքդ են եղել, բայց մեկը դու դա համարում ես, որ ոչ մի բան չեն արել։ Դե չեն արել, հիմա էլ չեն անում, ինչի ես հուզվել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմեր Կիպրոսում գտնվող բրիտանական բազաները չեն օգտագործում ամերիկյան զորքերի կողմից։ Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով բրիտանական բազաների օգտագործումը սահմանափակվում է համաձայնեցված պաշտպանական նպատակներով։ Մենք չենք միանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակողական հարվածներին, ընդգծել է վարչապետ Ստարմերը։ Եվ դա պայմանավորված էր նրանով, որ Կիպրոսի բրիտանական բազայի հետ կապված անօթաչու թռչող սարքեր հարվածել էր, բայց դրանից հետո էր Ստարմերը այս հայտարարությունները, որ մենք դրա մեջ չենք ներքաշվելու, դա հետ կապված իհարկե նաև Հունաստանն էր ցանկացել պատասխան աջակցություն բերի Կիպրոսին եւ այս ընթացքում նաև մտածում եմ, որ կարող է Եվրոպան էլ այդ ամեն ինչի մեջ ներքաշվի, եթե Կիպրոսին հարված հասցվի, որտեղ 2004 թվականի մայիսի 1-ից Կիպրոսը դարձավ Եվրամիության անդամ, բայց նրա տարածքի մեջ կա դեռ 74 թվականից օկուպացված Հյուսիսային Կիպրոսը, որը Թուրքիայի տիրապետության տակ է, ազդեցության տակ է, բացի դրանից նաև կան բրիտանական բազաներ եւ կա ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Համենայն դեպս Մեծ Բրիտանիան ասել է, որ մեզ դրա մեջ մի ներքաշեք Կիպրոսի առիթով, որ նաև Հունաստանն էլ պատասխան պրոցեսի մեջ մտնելն արդեն իմաստ չունենա, ուղղակի ինքնաթիռներ տվեց, կործանիչներ, որոնք որ կարողանան անվտանգությունը պահպանեն։ Դոնալդ Թրամփ, մենք նույնիսկ չենք սկսել հարվածել Իրանին, հարձակումների մեծ ալիքը դեռ տեղի չի ունեցել, այն շուտով է լինելու։ Իրանցիները դեռ չգիտեն, թե ով է իրենց ղեկավարում, 49 առաջնորդի կորուստից հետո։ Իրանցիները մի փոքր ամբարտավան էին, բոլորը հավաքվել էին մի տեղում եւ կարծում էին, որ չեն կարող նկատվել։ Մենք ապշած էինք, բայց ինչ էր ապշած։ 15 օր ժամանակ էր տվել, 15 օրը չէր անցել։ Ապշածես, որ քո խոսքին հավատացել է։ Հա մի օքել կար, խափեց ասեց, բանա, զորավարժություններ ենք անում, բամոտ չի, որ մենք հարձակվենք Ուկրաինայի վրա, ու հանկարծակի բերեց հարձակվեց։ Ինձ թվում է, այս ամեն ինչը մի անգամ արդեն մեր գլխով անցել է։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ Պուտինն է նստած օվալաձև աշխատասենյակում։ Ապշելու բան է, այ մենք ենք հիմա ապշած։ Բկայնում ես թիվ ես ասում, այդ թիվը չի լրացել, այդ մարդիկ խորհրդակցության համար հավաքվել են, որ որոշեն, քեզ ինչ պատասխան տան։ Կարող է համաձայնում են քո ասածներին, բայց քեզ պետք չի որ համաձայնվեին։ Ես պետք էր խփեի, եթե նույնիսկ համաձայնվեին։ Վատը նա է, որ սրատակի դրտի կարողանաս դուրս գաս։ Եթե կարողանաս հաղթանակի հասնես, ասենք հա, բայց կարողանաս դուրս գաս։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Երրորդ համաշխարհային պատերազմը դեռ չի սկսվել, բայց այն կսկսվի ցանկացած պահի, եթե Թրամփը շարունակի իր ընթացքը։
Միացյալ Նահանգները փորձելով պահպանել իր գերիշխանությունը վարվում է ինչպես խոզը, որ չի ցանկանում լքել կերակրատաշտը։ Իրանի վրա հարձակվելու որոշում կայացնելով Թրամփը բոլոր ամերիկացիներին դրել է հնարավոր հարձակման վտանգի տակ։ Իհարկե, այս ճոռում խոսալը դնենք Մեդվեդևի մի կողմ, բայց համաշխարհային պատերազմ միշտ ասել ենք, որ բացառվում է, որովհետև մի կողմը Ռուսաստանն է, կողքից Ռուսաստանին աջակցում են, բայց ոչ մեկը Ռուսաստանի համար պատերազմի մեջ չի մտնի։ Ոնց է առաջանալու երրորդ համաշխարհային պատերազմի մի կողմը հավաքական արևմուտքն է միավորված, բա մյուս կողմը ով է։ Մենակ Ռուսաստանը բավարար է, որ ասենք համաշխարհային պատերազմ ալնելու։ Բայց ինչի է հիմա այս հավանականությունը նորից առաջ գալի, որովհետև հիմա Դոնալդ Թրամփը ցանկանում է Իրանի նավթի վրա վերահսկողություն սահմանելով նաև խնդիրներ ստեղծի Չինաստանի համար։ Այն Չինաստանը ոնց որ թե ուզում էր հետահարաբերությունները լավացնել, այն Չինաստանի, որ ապրիլ ամսին ուզում էր հանդիպեր բոլոր կճռոտ հարցերը կարգավորել եւ նորմալ հարաբերություններ ունենալ։ Բայց հիմա դա ուղղակի նաև Չինաստանի շահերին է հարվածում, այսինքն Իրան, Չինաստան, Ռուսաստան շահերը համընկնում են։ Այդ դա որ հեչ պետք չի որ Դոնալդ Թրամփը աներ։ Ինքը պետք է ընդհակառակը առանձին նրանց հարցերը լուծեր, ոչ թե երեքին բերեր միացներ իրար։ Եթե երեքին բերես միացնես, հալբատ որ երրորդ համաշխարհային պատերազմի խնդիր կառաջանա, չեղած տեղը, անհնարին տեղը։ Իրանի բարձրաստիճան ռազմական գործիչ Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է. «Մենք գիտենք, թե որտեղ է Նեթանյահուն անցկացնում իր հանդիպումները։ Նրանք ցանկանում են Իրանը վերադարձնել շահի դարաշրջան եւ գերիշխել տարածաշրջանի նավթային եւ տնտեսական ոլորտներում։ Նրանք չեն հասնի իրենց նպատակներից որևէ մեկին»։ Ստեղ իհարկե երբ որ ասում է, որ վերադարձնեն շահի ժամանակաշրջան եւ նաեւ հատուկ շեշտում է, որ նավթային ոլորտներում վերահսկողություն սահմանեն, դա պատահական արտահայտություն չի, որովհետև այն չի, որ ենթադրենք Մոհամմեդ Ռեզա Փահլավին, այսինքն վերջին շահը գահանկեծարված, որը պրոամերիկյան քաղաքականություն էր վարում, դա այդ նորություն չի, այդ պարզ է, բայց ինչից դա առաջացավ։ Դա առաջացավ նաև նրանից, երբ որ եղավ վարչապետ ընտրվեց Մոհամմեդ Մոսադիկը, որը ցանկացավ ազգայնացնել նավթային ընկերությունները բրիտանական եւ Միացյալ Նահանգների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշեց Մոսադիկին վերացնել, սպանելու համար $1 միլիոն էին խոստացել, բայց սպանելով հարցը չլուծվեց, ուղղակի պաշտոնանք արեցին եւ հենց իշխանությունը գեներալիզետը վերցրեց իր ձեռքը, արդեն այդ րոպեին փախել էր Մոհամմեդ Ռեզա Փահլավին երկրից, նրան հետ բերեցին եւ առաջի քայլը որ արեցին, նորից վերադարձրեցին նավթային ազդեցությունները Մեծ Բրիտանիային եւ Միացյալ Նահանգներին։ Իսկ Մոսադիկը լուրջ ծրագրեր էր փորձում իրականացնել, չեմ ասում, որ ինքը ճիշտ վարվեց, որ կարող ազգայնացնել, մարդիկ գումար էին դրել վերցներ, այդ չի հարցը, բայց համենայն դեպս իրանք համարեցին, որ իրանց շահը վերադառնալու համար պետք է շահին վերադարձնեն։ Այդ է հարցը, որի պարագայում, երբ որ հիմա հիշացնում են, այո, իսկապես այդ ժամանակ վերահսկողությունը Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների ձեռքում էր մինչեւ հեղափոխությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն Ֆրանսիայի վրա համարձակվող յուրաքանչյուր ոք պետք է հասկանա անընդունելի գինը, որը ստիպված կլինի վճարել։ Մեր ուժերը հուսալի եւ արդյունավետ են, ազատ լինելու համար մեզանից պետք է վախենան, իսկ վախենալու համար ուժեղ լինել։ Ես հրամայել եմ ավելացնել մեր զինանոցում միջուկային մարտագլխիկների քանակը, մենք այլևս չենք բացահայտի մեր միջուկային զինանոցի չափը։ Բացի այն, որ Ֆրանսիան հիմա կարող է զինվել, բացի այդ, որ Ֆրանսիան լուրջ դերակատարություն ունի հիմա Եվրոպայում եւ այն եռյակը, որը այդ խնդիրներն առաջ է տանում եվրոպական անվտանգության, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, բացի այդ էլ շատ ակտիվ դերակատարություն ունի Լեհաստանը, մի քիչ դրանից պակաս Իտալիան, բայց նաև խնդիրը տարբերվում է մի հարցով Ֆրանսիային մեկ ուրիշներից, որովհետև Ֆրանսիան մի մոմենտ ՆԱՏՕ-ից դուրս եկավ, երբ որ ՆԱՏՕ-ից դուրս եկավ ինքը անվտանգային իր համակարգերն արեց, ՆԱՏՕ-ից անկախ համակարգեր ստեղծեց, որ իր միջայլոց մինչև այսօր էլ նա այդ անկախությունը կարողացավ իր պահպանել։ Վերադառնալով ՆԱՏՕ-ի կազմ, այնուամենայնիվ
ինքը իր ուրույն հետախուզական ծառայությունների հնարավորությունները ստեղծեց, ինքը իր անվտանգային համակարգերի հնարավորություններ ստեղծեց, որ շատ դեպքերում, երբ որ ասում էին, որ Միացյալ Նահանգները կարող է Եվրոպայից հետ քաշի, Ֆրանսիան ասում էր, ոչինչ, ես իմ հովանոցը ձեզ համար կապահովեմ, որովհետև ես առանձին եմ այդ ամեն ինչը մշակել, առանձին եմ դրանով առաջ գնացել, այսինքն այս հարցում նույնիսկ Ֆրանսիան առաջա թե Գերմանիայից, Ֆրանսիան առաջա թե Մեծ Բրիտանիայից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե, ՆԱՏՕ-ն չի մասնակցի Իրանում ԱՄՆ-իսրայելական գործողությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ իր տեղեկությունների համաձայն ԱՄՆ ռազմական գործողությունը Իրանում գտնվում է սկզբնական փուլում եւ կարող է տևել մի քանի շաբաթ։ Իհարկե, որ թյուր պատկերացում չլի, թե ոնց թե, բա որ հիմա ամերիկյան բազաներին են խփում, բա որ էս են անում, բա որ են անում, ՆԱՏՕ-ն ինչ է ասենց կայանում, սենց սառնասրտորեն ասում չեմ մասնակցում, ՆԱՏՕ-ն ի սկզբանե որոշված էր, որ դա պետք է լինի պաշտպանական կառույց, անվտանգային համակարգը, եւ նա 5-րդ կետը գործում է այն պարագայում, երբ որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակվես, հարձակվելով ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա, դու հարձակվում ես ամբողջ կառույցի վրա, բայց դա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր մեկի վրա հարձակվի, դու պարտավոր ես, դու էլ հարձակվես։ Կարող է հարձակվես, կարող է չէ, եթե որոշում կայացնես, բայց դա չի մտնում հավաքական անվտանգության համակարգի պարտավորությունների մեջ։ Էնպես որ ի սկզբանե Մարկ Ռյուտեն ասել է, որ դուք սկսել եք, դուք էլ տակից դուրս եկեք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վերաբերյալ Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Բահրեյն։ Ուշադրության կենտրոնում էր Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի ագրեսիայի պատճառով առաջացած սուր ճգնաժամը։ Կրեմլը հայտնել է, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի ագրեսիայի պատճառով Իրանի շուրջ աննախադեպ սրացումը տարածաշրջանը տանում է լայնածավալ պատերազմի։ Իհարկե շատ արագ ճարպկացել է Պուտինը, որ հազիվ առիթ է, որ ասի տեսեք, բա ինձ էիք ագրեսոր ասում, տեսեք Ամերիկան ինչ անում, արաբական երկրների հետ էլ խոսում են նրա համար, որտեղ այս արաբական երկրները բարեկամներն են Միացյալ Նահանգների, իսկ Միացյալ Նահանգները երբ որ սրանք sense շատ հանգիստ հարվածներ են ուտում, ինչ որտեղ դժգոհում են, բա ինչի՞ չես մեզ պաշտպանում, այդ ոնց եղավ որ մեզ չես պաշտպանում, բացի դրանից հիմա Իրանը դրել է Պարսից ծոցն է փակել, բա որ Պարսից ծոցը փակես, այդ մարդիկ չեն կարողանում իրանց նավերը հանեն, տանկերները։ Բացի դրանից, որ Հորմուզի նեղուցը փակել է, նաև հայտարարել է, թե որևէ մեկը պատահական փորձի անցնի, ուղղակիորեն խոցելու են այդ նավերը։ Իսկ առայժմ դրա հետ կապված Միացյալ Նահանգները ոչինչ չի անում։ Բնական բան է, որ այդ մարդիկ կարող է դժգոհեն, ասեն, այս ինչ խաղեր է, դրա մասին էլ ենք խոսել, որ կարող է քեզ պետք է որ նավթի հետ կապված որոշակի խնդիրներ առաջանա, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները իր վերահսկողությունը կարևորի այս հարցում։ Դրա համար Ռուսաստանը մտածել է հազիվ առիթա Սիրիաշահի այդ արաբական երկրների հետ, որովհետև Ռուսաստանն էլ առանձնապես խնդիրներ չի ունենում արաբական երկրների հետ, հազիվ առիթա։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթ Պատերազմի նախարարությունը սկսել է էպիկական կատաղություն գործողությունը, որն ամենաճշգրիտն ու ամենադժվարն է պատմության մեջ։ Մենք սա կավարտենք ամերիկյան առաջինը սկզբունքով եւ երբ նախագահ Թրամփը որոշի, ուրիշ ոչ ոք, ինչպես եւ պետք է լինի։ Մենք չենք սկսել այս պատերազմը, այմար դե Պուտինն էլ չէր սկսել պատերազմը, էլի Ուկրաինան էր հարձակվել Ռուսաստանի վրա։ Այդ քո նորություն չի։ Այս գրած սևագրերը ով տարավ տվեց Տրամփենց հիմնարկին, չեմ հասկանում։ Ով տարավ 2022 թվականի սևագրերը տարավ տվեց Տրամփենց հիմնարկին։ Մենք չենք սկսել պատերազմ, բա ով է սկսել։ Բայց նախագահ Տրամփի օրոք մենք ավարտում ենք այն։ Ով էր ասում, Պուտինը չէր ասում, մենք պատերազմ չենք սկսում, մենք պատերազմն ավարտվում ենք։ Այ մարդ։ Թեհրանը բանակցություններ չի վարել, նրանք ձգձգում էին գործընթացը, ժամանակ շահելով իրենց հրթիռային պաշարները համալրելու եւ միջուկային հավակնությունները վերականգնելու համար։ Նրանց նպատակն էր մեզ պատանդ պահել, սպառնալով հարված հասցնել մեր զորքերին։ Նախագահ Թրամփը նման խաղեր չի խաղում, մենք ինքներս ենք որոշել այս պատերազմի պայմանները սկզբից մինչև վերջ։ Մեր հավակնությունները ուտոպիստական չեն, նրանք իրատեսական են, ասել է Հեքսեթը։
Իսկ Ռուսաստանից դե հասկանում եք ինչքան է կարևոր որ Ռուսաստանը ակտիվանա, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այլ պետությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի ձգտումները կարող են չսահմանափակվել Իրանով, Վենեսուելայով եւ Կուբայով։ Այնինչ որ ասում է Ռուսաստանին, որ Ուկրաինայի հետ կապվածով չի սահմանափակվելու, որոշել է առաջ գնա, որովհետեւ իր այդ 700,000-ից ավել զինվորը բավոր հետ գանին չեն անելու, բա երկրի այս վիճակը, այս ռազմական ռելսերի վրա է դրել ժողովրդի խայտարակ վիճակը նայեք ինչ է ալնելու, ինքը չի կարող պատերազմը դադարեցնել, հիմա Լավրովը նույն բանը Ամերիկային է ասում։ Ռուբիոն պատասխանելով թղթակցի հարցին վերջերս առաջարկել է մի տարբերակ, ըստ որի Միացյալ Նահանգները կկառավարի Իրանը նույն կերպ, ինչպես հայտարարել է, որ կկառավարի Վենեսուելան։ Դե խայտարակություն է, էլի, այսինքն իմաստը որն է սենց բաներ ասելու։ Հիմա արդեն նմանատիպ սխեմա է փորձարկում Կուբայի համար եւ հավանաբար սա դեռ վերջը չի, ասել է Լավրովը։ Այս ամեն ինչը ինչ է այդպես մանրամասն ներկայացնում, որովհետև շատերը ասենք, երբ որ իրանց, ասենք, համակրանքը արևմուտքի կողմն է, համակրանքը եթե արևմուտքի կողմն է լինի, կուրորեն համակրելը դա անլուրջ է, կամ դա ուղղակի գրանտ են տվել, որ դու համակրես, կամ պարզապես ուղղակի պատկերացում չունես ինչի մասին է խոսքը, որովհետև համակրանքն ու հակակրանքը պայմանավորված է մի բանով, Հայաստանի Հանրապետության շահերով, մեր ազգի ու պետության շահերով։ Իհարկե, եթե մի կողմում Միացյալ Նահանգներն է, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, մյուս կողմում Ռուսաստանը, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, անհամեմատելի են նույնիսկ։ Բայց ոչ մեկը չի իդեալականացնում, որ այնինչ որ Ամերիկան անում է ճիշտ է, այնինչ որ Ռուսաստանն անում է սխալ է։ Խոսքը վերաբերում է կարող Ամերիկան էլ սխալ անի, եւ մենք ասենք, որ դա սխալ է, երևի ինձանից շատ ոչ մեկը չի խոսում քննադատում Եվրոպայի եւ Ամերիկայի հետ ինչ որ մի բան լինում է, բայց մենք համեմատության մեջ ենք նայում։ Հայաստանի շահից ելնելով ESCOM եւ ESCOM որն է։ Դե մի հատ դրեք ու համեմատեք Ամերիկա, Եվրամիություն, ՆԱՏՕ, թե Ռուսաստան, ԵԱՏՄ, ՀԱՊԿ։ Համեմատելու բան է։ Բայց դա չի խանգարում, որ մենք նենց գունազարդենք ամեն ինչի համար, որ ինչ։ Մենք ազատ հարաբերությունների, ազատ երկրների ընտանիքի համակարգի անդամ ենք ուզում ըլնենք, եթե պետք է դառնանք նենց ոնց որ Պուտինին սազն առնենք գովենել իմաստը որն է։ Ուրեմն ընդհանրապես արժե համակարգի մասին խոսք չկա։ Ընդամենը զուտ նպատակահարմարության խնդիրներ է։ Իհարկե Իրանի դեսպանի հետ կապված երեք խոսեցինք, բայց որոշակի կետեր կա, որոնց պետք է առանձին նորից այսօր անդրադառնանք։ Չնայած մինչև այդ անդրադառնալը ուղղակի ասեմ, հաշվի առնելով տեսնում եք, որ այս նախընտրական իրավիճակը ինչքան լարված է, մարդիկ ինչ ռեսուրսներ են դնում, ֆանտաստիկ միջոցներ են դնում եւ այլ, մենք էլ կարողանանք այն ինչ որ մենք ունենք, դրանով կարողանանք գրագետ ճիշտ օգտագործենք։ Դրա համար բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյանի YouTube-յան ալիքին, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, սեղմեք լայք կոճակը, սեղմեք զանգակ կոճակը, նրանք ովքեր ցանկություն ունեն աջակցել ալիքին, միացեք մեր նկարագրական մասում բոլոր տարբերակները կա եւ բանկային փոխանցման եւ արագ փոխանցման եւ PayPal-ի տարբերակ եւ Patreon-ի տարբերակ տարածեք նյութերը ձեր մոդիկներին ուղարկեք, բոլորին ներկայացրեք ու ասեք այս ամեն ինչը, անպայման որոնում տվեք, գտեք Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքը, անպայման բաժանորդագրվեք, մեր շատ այս մեր գործերի հետ կապված ահագին նյութեր ներկայացվում է նաև իր ալիքում։ Շատ օգտակար կլինի, որ միանալուց բացի կապ հաստատեք, նաև մտածեք ինչով կարող եք օգտակար լինել ձեր աջակցությամբ։ Մենք այն ինչ որ անում ենք, մենք անելու ենք մեր ուժերի սահմանով, մեր ուժերի ներածի չափով ու հաստատ անելու ենք, հետ քայլ չենք անելու, հետ դարձ չկա, ոչ էլ եթե ինչ որ մի բան չկարողանան օգնեն, դրա պատճառով չենք անելու։ Խոսքը վերաբերում է որակին, որովհետև տեսնում եք ինչ պայքար է գնում, ում մեջ է գնում եւ տեսնում եք ինչ ռեսուրսներ է դրած։ Դրա համար շատ կարեւոր է նաեւ ձեր ծանոթներին ներկայացնեք, շատ կարեւոր է նաեւ ձեր մոդիկներին, նրանք ովքեր ասենք ինձ անձապես հարգում են, իմ կարծիքի հետ համաձայն են, փորձում են մեր ծրագրերին սատարեն, աշխատանքային հեռախոսահամարել կա մեր նյութերի տակ, կապվեք, ասեք, մարզային այցելությունների ենք գնալու, որտեղ կուզենաք, որ ձեր մոտ էլ գալու ժամանակ մարդկանց հետ կարողանանք շփվենք, հանդիպենք, այն մարդիկ, ովքեր կազմակերպական ջիղ ունեն, զանգեն, գրեն,
էլեկտրոնային փոստի հասցեել կա, ասեն, որ մենք այս իշտեղը մարդիկ կան, որոնք ցանկանան հանդիպել, մարդիկ կան, որոնք մեր համակիր են եւ այլ, այսինքն կոնկրետ առարկայական աշխատանք, որովհետև մարդիկ եթե հանրապետությունից դուրս են ու մտածում են, որ բա ինչով կարող են օգտակար լինել, իրանք էլ կարող են իրանք բարեկամներին զանգել ու ասել էս անել, ինչքան շատ ինտենսիվ ձևով մենք կարողանանք մարզային այցելություններ գնանք, նաև շատ մարդկանց կներգրավենք մեր ծրագրերի մեջ, որովհետև այնտեղ որտեղ մեզ ճանաչում են, վստահում են, դա խնդիր չկա, բայց շատ տեղեր կա ուղղակի չեն ճանաչում, գոնե մի անգամ այդ մարդիկ մեզ չտեսնեն, իսկ մենք պետք է փորձենք գոնե մեկից ավել անգամներ գնանք եւ մարդկանց ներկայացնենք։ Այնպես որ դրա հետ կապված էլ երբ որ կուսակցության գրասենյակել Հայաստանի շնորհապետական կուսակցության փորձեք կապ հաստատեք, մտածեք, ովքեր կցանկանան անդամագրվել կուսակցությանը, տեղական մարդկանց հետ կազմակերպիչների հետ պայմանավորվեք, հանդիպեք, պատկերացրեք ինչ ծավալի գործ ունենք անելու, առջևը ընդամենը 3 ամիս է։ Հիմա մենք նայենք Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիր Ղոլամին ինչեր ասել, թրիփի ճանապարհը, որը Հայաստանի համար հաղորդակցային տեսանկյունից հնարավորություններ կստեղծի, չպետք է դառնա գործի կոտարների կողմից Իրանի դեմ օգտագործելու հարցում։ Այս է որ մտահոգիչ էր ինչի համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում է, որ մենք եկել ենք համաձայնության, որ թրիփը նաև օգտակար լինելու Ռուսաստանի համար, թրիփը օգտակար լինելու Իրանի համար, մենք հավաստիացրել ենք Իրանին, որ օգտակար է նաև իրանց համար, որևէ խնդիր չկա, բայց այնպես չի, որ Իրան Ամերիկայի Միացյալ Նահանգներ բախման ժամանակ դա կարող է հանկարծ հնարավոր լինի կյանքի կոչել, որովհետև Իրանը կարող է դեմ լինի եւ դա մեզ համար խնդիր առաջացնի։ Առավել ևս թրիփի հետ կապված մեր դժգոհությունը ինչն էր, որ թրիփով մենք Ամերիկայի գործընկերը չենք դարձել, անվտանգության հարցեր չենք լուծել, թրիփով ընդամենը Ալիևի պահանջն ենք կատարել, որպեսզի Հայաստանի տարածքով գնան Նախճեվան եւ բավական երկար ժամանակով, որպեսզի դա երաշխավորված է անկախ նայած ինչը ոնց կլի այդ ճանապարհը գործի ու աշխատի Եվ այդ պարագայում առավել ևս, եթե գոնե մտածում եք, որ գոնե դա մեզ համար անվտանգային երաշխիք պետք է լինի, որ գոնե դրանով այդ հարցերը լուծվի, այդ էլ կարող է կասկածի տակ դրվի Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ բախման արդյունքում։ Հիմա դե մենք շարունակությունը տեսնենք ինչա ստացվում, որտեղ իրանք ասում են հանկարծ չդառնա գործի կոտարների կողմից Իրանի դեմ օգտագործվելու։ Այսինքն եթե ինքը Ամերիկայի հետ կապված այսպես ճշտամական հարաբերությունը նա համարելու է ցանկացած ամերիկյան ներկայություն, դա գործիք է Իրանի դեմ։ Խոսելով Հայաստանի եւ Ամերիկայի հարաբերությունների համատեքստում Իրանի ունեցած մտահոգությունների մասին Շիր Ղոլամին շեշտեց, որ իրենք թրիփ ուղղության հետ կապված քննարկումներ են ունեցել Հայաստանի պաշտոնատար անձանց հետ եւ մշտապես ընդգծել են, որ պետք է շարժվեն երկու երկրների ղեկավարների նախանշած ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունները մեզ մշտապես հավաստիացնում են, որ ոչ մի պարագայում այս ճանապարհը ռազմական ու անվտանգային իմաստ չէ ստանա ու Հայաստանի ինքնիշխանության այս ճանապարհին կպահպանվի։ Դե հարց է ծագում, դե ռազմական նկատառումներով դա չի օգտագործվելու, մեր անվտանգությունը ո՞նց են ապահովելու։ Մենք չենք ցանկանում այս պահին ընկնել այդ գուշակումների մեջ, թե արդյոք Ամերիկան ունի նման պլաններ, թե ոչ։ Մեր եւ Հայաստանի մեջ վստահություն գոյություն ունի։ Այնքան էլ ուրախ չենք, որ այս պարագայում անընդհատ Հայաստանի հետ վստահությունից խոսենք, մանավանդ տեսնում եք ինչի մեջ է ներքաշվել Իրանն ու Միացյալ Նահանգները, իսկ Հայաստանը պետք է կարողանա մանևրելու մի ձև կա, որ ակտիվ չեզոքություն պահպանես, կոնֆլիկտի կողմ չդառնաս, բայց ինչպես տեսակ Հայաստանը դարձավ կոնֆլիկտի կողմ եւ դարձավ Իրանին ողջունեց, մյուսներին թշնամի համարեց, թշնամի չհամարեց, բայց դատապարտեց եւ այլ եւ այլ։ Այսինքն անիմաստ տեղը մենք դուրս եկանք դրանից։ Դեսպան Խալիլ Շիր Ղոլամի Հայաստանի հետ համապարփակ համագործակցության ռազմավարական փաստաթուղթը այս պահին տեքստի մշակման փուլում է։ Մենք այս պահին աշխատում ենք տեքստի վրա։ Մեր ցանկությունն է, որ սա ուղղակի թղթի վրա գրված որևէ փաստաթուղթ չդառնա, այլ լինի օպերատիվ։ Երբ մենք կկարողանանք վերջնական տեսքի բերել այս փաստաթուղթը եւ ապահովված լինի այդ փաստաթղթի համապարփակ բնույթը, այն արդեն կփոխանակվի կողմերի միջև եւ վերջնական համաձայնության հասնելուն պես պատրաստ կլինի ստորագրման։ Մենք շատ լիահույս ենք, որ կկարողանանք փաստաթուղթը ստորագրել 2026 թվականին։ Տեսեք, շատ ենք խոսում մեր հարևան երկիրն է, պետք է մենք զուսպ լինենք, մեր շահերը չի բխում, որ ասենք դնենք, ասենք, ախ, էս ինչ լավ եղավ, այնպես եղավ, որովհետև երկու կողմանի որ նայես խնդիրներ կա,
Իրանը թե ինչ արեց մի քանի օրվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդ սպանելով, բանտերը լցնելով, կախաղան բարձրացնելով եւ մեկ էլ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Իսրայելի հարվածները այդ ամեն ինչը հասկանում ենք ինչ խնդիրներ առաջացնում, բայց այս պարագայում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում ուղղակի կրոնապետությունը տապալել, աշխարհիկ պետություն ստեղծել, այսօր մեր իշխանությունները ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրում են օրվա իշխանության հետ եւ հույս ունեն, որ իրանք այս իշխանությունը պահելու են եւ բացի պահել են նաեւ 2026 թվականին այն ինչ որ պայմանավորվել են ստորագրելու են։ Հիմա արձանաչիկ ստորագրեն թե չէ իրանք կմնան թե չէ։ Պատկերացնում եք, չէ՞ որ այս ամեն ինչը մենակ մենք չի որ իմանում ենք։ Երբ որ տես մանրամասը ուսումնասիրում են, որ մեկին վերացնեն, բայց այդ ընթացքում մանրամասը չեն ուսումնասիրում, թե Հայաստանն ինչ է անում։ Դեսպանը նկատեց, որ անկախ այն փաստաթղթից այս պահին էլ Հայաստանն ու Իրանը շատ լավ համագործակցում են տարբեր ոլորտներում եւ դա զարգանում է։ Այս համատեքստում պետք է նշել վերջերս տեղի ունեցած Բարսեղջան այցերից մեկը, խոսքը Հայաստանի պաշտպանության նախարար պարոն Պապիկյանի այցն էր Իրան, մոտավորապես 1 շաբաթ առաջ։ Սա այն խայտառակությունն էր, որի մասին խոսել ենք հենց այն պահին, որ ոտը դրել է պաշտոնական այցով Պապիկյանը Իրանում։ Ինչ ժամանակ եք քթել, ինչ գործ ունեք այնտեղ։ Այդ հունվարի դեպքերից հետո դուք չտեսաք քանի մարդու գնդակահարեցին։ Դուք գնացել եք ինչն եք ողջունում։ Գնացել եք ինչ ռազմատեխնիկական համագործակցություն եք քննարկում։ Հիմա արդեն նրանք էլ ասում են, հա գիտեք ինչ կարևոր էր նրա այցելությունը։ Հա կարևոր էր, ում համար էր կարևոր։ Մեր համար կարևոր էր։ Վախտեիք թե, ժամանակ էիք թե։ Խալիլ Շիր Ղոլամի Մեր ժողովրդի շրջանում էլ կային մարդիկ, ովքեր որ հավատում էին Թրամփի խոստումներին օգնության վերաբերյալ, սակայն ի վերջո մենք բոլորս տեսանք, որ այդ խոստումների հետևանքը միայն մարդկային կորուստներն են, սպանությունները, ավերածությունները։ Հուսով եմ հիմա բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Թրամփի օգնության խոստումները միայն իրենց հետևում ունեն բռնություն, ավերածություններ եւ մարդկային կորուստներ։ Եվ այն անձը, որ գտնվում է Ամերիկայում եւ հույս ունի, որ Իրանի ժողովուրդը կգնա կզոհվի, որպեսզի ինքը վերադառնա Իրան եւ դառնա Իրանի ղեկավարը։ Անդրադառնալով Հայաստան ու Իրանի քաղաքացիների բողոքի ակցիաներին ուղղված Իրանի գործող իշխանությունների դեմ, Շիղոլամին ասաց, կապված մեր որոշ քաղաքացիների կողմից ձեռնարկված գործողությունների հետ, որոնք որոշակի վտանգներ էին եւ սպառնալիքներ էին հնչեցնում մեր ուղղությամբ։ Այս հարցի վերաբերյալ եւս կարող եմ ասել, որ համապատասխան քայլերը ձեռնարկվել են, ինչի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում։ Ինչ որ մի փուլի նրանք արդեն սկսեցին ամենաանպարկեշտ բառերով եւ վիրավորական խոսքերով վիրավորել եւ այլ խոսքեր հնչեցնել մեր ազգային ինչպես նաև կրոնական սկզբունքների վերաբերյալ։ Մենք իհարկե մեր անհանգստությունը հայտնեցինք իշխանություններին, ասելով, որ սա կրոնական ատելության տարածում է, ինչը Հայաստանի օրենքների տեսանկյունից եւս պատժելի գործողություն է։ Այս նույն դեսպանը բավական ամբարտավան ձևով խոսեց Հայաստանի իշխանությունների հասցեին, նես մուննատ գալով, բանով, էս կողմ են կողմ, էս ինչ եք անում, էս ինչ հավաքներ է եւ այլ, Իրանում հետևում են Հայաստանը ինչա կատարում, էս կողմ են կողմ։ Մեր իշխանությունները մի քանի պաշտոնյաներ արձագանքեցին, որ ազատությունը մարդիկ հավաքներ են անում, որտեղ որևէ խնդիր չկա, պարզաբանեցին, որ ձեր մեղադրանքը անհիմն է։ Բայց դրանից անմիջապես հետո գնացին այդ մարդկանց այդտեղից հավաքեցին։ Բայց դա է հարցը, որ մի հատ հավատարմության երթում ես տալ, ինգնում ես կրակը։ Վաղը մյուս օրը հիմա մի հատ իրավիճակ փոխվի, նույն խնդրի առաջ են կանգնելու։ Պետք է ասեն այդ մարդկանց ինչի քշեցիք։ Բազատ երկիր էր Հայաստանը, մարդիկ եկել էին իրանց բողոքն էին արտահայտում։ Ինչի գնացիք քշեցիք։ Ձեր ինչին է պետք, որ մեկին այնպիսի հավատարմության երթում տակ, այս խառը ժամանակները, որ հետո փաստի առաջ կանգնեք, դեսպանն էլ նշի, որ բեր ասածով դուք արեցիք։ Դեսպան Շիրղոլամի Իրանն իր ընկերներից ու բարեկամներից դժվարին օրերին ակնկալում է զորակցություն եւ համագործակցություն, իսկ Հայաստանն ու Իրանը դարավոր բարեկամներ են։ Ի վերջո բոլոր դժվար օրերն էլ անցնում են, բայց մենք իրար կողքի ենք ու մշտապես աջակցում ենք իրար։ Ես ուզում եմ իմանալ, այդ մշտապես երբ աջակցել։ Ողջունել Ադրբեջանին, որ Ադրբեջանը գրավել է Արցախը։ Գնացել է իսլամական համագործակցության կազմակերպության հավաքի ժամանակ կողմա քվեարկել, որպեսի դատապարտեն Հայաստանին, ինչու 300,000 ադրբեջանցին չեն բերում Հայաստանում ապրելու, ինչու 150 միլիարդ տուգանք չեն վճարում Ադրբեջանին։ Այդ դուք չեք ստորագրել ժողովուրդ։ Լա Հայաստանը ձեզ սատարել է, Հայաստանը Իսրայելին դատապարտել է, դուք դրանից հետո եք Հայաստանին դատապարտել։
Այն դեպքում, որ դրանից առաջ եք դուք Արցախի հետ կապված ողջունել Ադրբեջանին։ Այդ որ ժամանակ եք նեղ ժամանակ, համեր հարևանն եք չենք ուզենա պրոբլեմ ստեղծենք։ Բայց երբ որ իրանք ցենց ներկայացնում են ու իրանք ամեն ինչ մեր համար արել են, մի հատ էլ մուննաթ են գալի, թե բան չի, բա դուք պատասխան քայլը չեք անում։ Մի հատ կարող եք ասել ինչ եք արել։ Որ մենք պարտքի տակ չմնանք, էլի։ Էլի լավ լինենք, բայց պարտքի տակ չմնանք։ Իսրայելական բանակի կողմից Իրանի դեմ առյուծի մռնչոց գործողության շրջանակներում ձեռնարկված գործողություններին զուգահեռ իսրայելցի զինվորները մտել են հարավային Լիբանան։ Ցախալն աշխատում է այդ պաշտպանության բանակի մասին խոսքը, աշխատում է Իսրայելի հյուսիսի բնակիչների համար անվտանգության լրացուցիչ մակարդակ ստեղծելու ուղղությամբ։ Այն նպատակային հարվածներ է հասցնում Հեզբոլլահի ենթակառուցվածքներին, սպառնալիքները վերացնելու եւ իսրայելական տարածք ներթափանցման փորձերը կանխելու համար։ Այսինքն արդեն Հեզբոլլահին պատասխան հարվածի ժամանակ անցան ցամաքային գործողության, եւ ցամաքային գործողության նաեւ նախատեսում են, որ կարող է նաեւ լինի Իրանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում հայտնի կդառնա, թե ով է վերահսկում Իրանը։ Դուք շատ շուտով կիմանաք, ասել է Թրամփը։ Այդքան տարի հետևում եք, նոր իմացաք, որ Իրանի հոգևոր առաջնորդին խփելով իշխանությունը չեք վերցնելու, բայց ձեր հատուկ ծառայություններն ինչով էին զբաղված։ Իհարկե շատ բաներ կա սրա հետ կապված էլի կշարունակենք, բայց որպեսզի պատկերացնեք, թե Հայաստանում համարժեք գնահատական է այս ամեն ինչ որ կատարվում է, դա ինչից է գալի։ Այնպես չի, որ Հայաստանում էլ նենց քնած են, ոչ մի բանով չեն զբաղվում, խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում հարց են տալի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եւ ինքը պատասխանում է։ Դուք պատկերացրեք ինչ է կատարում աշխարհում, ինչ վիճակ է, պայթունավտանգ, եւ մեկ էլ Ալեն Սիմոնյանը հարցին պատասխանում է. ես որ BMW ունեի, ոչ ոք չուներ, ու երկու տարբեր BMW ունեի։ Ժողովուրդ ջան, ասենց խայտառակություն ես հիշում եմ փոքր ժամանակ լսել եմ թաղն պպզած տղեկից։ Այն որ ասում էին մենք որ այս բանն անում էինք, այսինչը մի կոճականի շալվար էր հագնում կամ սեղանի տակով էր գնում, կամ ինչ որ բան էր, մայկա բուլավկա էր հագնում, այս ինչ մակարդակ է ժողովուրդ։ Ազգային ժողովի նախագահն ասում է մենք որ BMW ունեի, ես որ BMW ունեի, ոչ մեկը չուներ։ Այսինքն նախ ոնց դու ունեիր, ոչ մեկը չուներ։ Նախ թեմա եք թե քննարկելու, հիմա էլ ոնց չուներ։ Օրինակ BMW-ն ստեղծվել է մարտի 7-ին 1916 թվականին։ 4 օր հետո նշելու է 110-ամյակը։ Իսկ Ալեն Սիմոնյանը 1980 թվականի թողարկման է։ Ուղեղի շարժիչի հզորությունն էր բավական թույլ։ Այսինքն ոնց է որ քեզանից առաջ ոչ մեկը BMW չի ունեցել։ Կամ ինչ է նշանակում ոչ, կամ դա ինչ գլուխ գովալու բան է։ Դու պետական այր ես, այ խիղճդ մեռնի, իշխող քաղաքական ուժի անդամ ես։ Խորհրդարանական կառավարման համակարգում պարլամենտի նախագահ ես։ Այս ինչ խոսույթ է, չի անցնում ես մարդկանց մոտ այդ թաղի, որովհետև երազել են թաղի տղա լինեն, չի ստացվել։ Ստիպված գնացել են իշխանություն են դառել։ Եվ այս ամեն ինչի ֆոնին լա տեսեք ինչ ենք մենք քննարկում։ Կամ ինչա Հայաստանում քննարկվում։ Ի պատասխան այդ ամեն ինչը։ Դրա համար որ մարդիկ ասում են այս իշխանությունները adekvat չեն, ասում են ինչի եք ասում։ Մեր մոտ խաղաղություն է։ Դե լավ է, դե ինչ։ Այսօր այսքանը դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։